Բարի երեկո։ Եվ այսպես այսօր կառավարության նիստում հավանության արժանացվեց ընտրական նոր օրենսգիրքը։ Հիմա օրենսգիրքը կուղարկվի, նախագիծը կուղարկվի ազգային ժողով, կքննարկվի, կլրամշակվի, կընդունվի եւ արդեն հաջորդ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մենք կունենանք ընտրական նոր օրենսգիրք։ Թեև Դարը փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ համապետական ընտրություններից հետո մենք բարեփոխում ենք ընտրական օրենսգիրքը եւ դրանից առանձնապես բան չի փոխվում, բայց այս անգամ կարծես թե իրավիճակը այլ է, նոր սահմանադրություն, նոր օրենսգիրք եւ հավաստիացումներ քաղաքական կամքի մասին, որ ունենանք որակյալ ընտրություններ։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ ազգային ժողովում հանրապետական խմբակցության падգամավոր, ազգային ժողովի նախկին նախագահ եւ հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանի հետ։ Բարի երեկո, պարոն։ Ես ինչքան գիտեմ, այսօր նաև կուսակցության գործադիր մարմնի նիստն էր եւ պիտի ենթադրեմ այս հարցերի մասին նաև անդրադարձ եղել նիստում։ Այդ հարցերին գրեթե բոլոր նիստերում ինչ որ չափով անդրադարձ լինում է, ինչ որ չափով քննարկումներ լինում են սկզբունքային հարցերի շուրջ։ Հիմա ունենք արդեն նախագիծը նոր, մինչև այժմ եթե մենք խոսում էինք ենթադրաբար, այսպես ինչքանով տեղեկությունները շրջանառվում էին, հիմա արդեն ավելի առարկայական եւ բովանդակային մի քանի սկզբունքային հարցեր կան, որոնց կցանկանայի անդրադառնալ։ Դրանցից առաջինը, ասեմ, պայմանական վերաբերում է էլեկտրոնային քվեարկությանը։ Մինչ այս խոսվում էր էլեկտրոնային քվեարկության մասին, բայց դե գիտենք, որ քվեարկություն ասվածը, ընտրական գործընթաց ասվածը մի քանի փուլեր ունի, ընտրողների գրանցում, քվեարկություն եւ հաշվարկ։ Հիմա այս տարբերակով ո՞րն է ընտրվում, ինչու է այդպես նպատակահարմար համարվել։ Ուրեմն տեսեք, ընտրական օրենսգիրքի փոփոխությունները երկու հարթության մեջ է։ Առաջինը, որը բխում է սահմանադրությունից, համամասնական ընտրակարգ են կանցել եւ բնականաբար այդ մասով պարտադրված են փոփոխություններ կատարելու, եւ երկրորդ մասը, որը վերաբերում է բուն քվեարկության process-ին։ Այնինչ առաջարկում է կառավարության կողմից, ըստ էության ենթադրում է միայն գրանցման փուլի էլեկտրոնային այդ գործընթացը, այսինքն էլեկտրոնային գրանցումը։ Դա ինչ է ենթադրում։ Դա ենթադրում է, որ ցանկալի է, որ ունենա միասնական փաստաթուղթ։ Օրինակ, ես միշտ խոսում եմ դրա մասին եւ շատ-շատերը, որ ID քարտը, որ ցանկալի կլինի, որ բոլոր ընտրողները ունենան ID քարտ եւ գան ID քարտը մոտեցնում են համապատասխան սարքին եւ այդ սարքը ինքը ճանաչում է ձեզ եւ ցույց է տալիս իր էկրանի վրա ձեր նկարը, ձեր մատնահետքը, ձեր տվյալները, ձեր հասցեն եւ ինքը որևիցե ձևով ազդանշան է տալիս։ Դուք իրավունք ունեք քվեարկելու, թե չէ։ Դա կարող է լինել ձայնային ազդանշան, դա կարող է լինել գույնային ազդանշան, դա կարող են էկրանը ավելի մեծացնել եւ տեղադրել, որ բոլորը տեսնեն, չնայած որ գրանցման սարքը հրապարակային է դրված, այսպես թե այնպես, եթե նույնիսկ փոքր էկրանն է, բոլորը կարող են տեսնել։ Այս նախագծում առաջարկվում է այդ գրանցման տարբերակը, այսինքն մոտեցար, մոտեցրեցիր համապատասխան ID քարտը մոտեցրեցիր եւ ինքը ցույց է տալիս, ասում է դուք իրավունք ունեք քվեարկել, թե չէ։ Կա տարբերակ, երբ ես մասնակից եմ դարձել եվրոպական ընկերություններից մեկի, երբ ներկայացնում էր իր արտադրած սարքերը, որ այդ սարքը կարող է դու մոտեցար, ինքը քեզ նկարահանում է։ Այդ սարքը ունի հնարավորություն, երբ ID քարտը դրեցիք, ինքը մերժեց, որ դուք այնտեղ այդ իրավունք չունեք այդտեղ քվեարկելու, բայց չեք քվեարկել մեկ անգամ, ուղղակի սխալ եք եկել, ինքը կարող է ձեզ հուշել դուք ուր պետք է գնաք ձեր տեղը, որտեղ եք քվեարկելու։ Այսինքն գրանցման սարքը ունի լայն հնարավորություններ։ Մենք ինչ ենք պահանջում այդ սարքից, ինչ խնդիր ենք դնում իր առջև, ինքը դա կարող է անել։ Արդեն որոշված է ինչ ենք պահանջելու։ Ուրեմն ասեմ, ընտրական օրենսգիրքով այդ մասով շատ հստակ է, մնացած խնդիրները կարող է նաև կենտրոնական դրական հանձնաժողովի որոշումներով հստակեցնենք ինչ ենք ուզում, որ այդ սարքի որ ֆունկցիաները ակտիվացնենք կամ այդ սարքի մեջ որ ֆունկցիաները լինի դրված։ Իհարկե կա մոտեցում, նաև քննարկում հետևյալի վերաբերյալ, որ կարծում ենք ընտրական օրենսգիրքի փոփոխության համար հիմնական խնդիրը, որ դրվում է, դա հանրության կողմից ընտրությունների նկատմամբ վստահության խնդիրն է, հանրություն, քաղաքական դաշտ, միջազգային դիտորդներ։ Խոսում եք վստահության մասին։ Այո, եթե դուք ուշադրեք, հանրապետության նախագահը իր ելույթում
հստակ անդրադարձավ ընտրական գործընթացներին եւ հանրության վստահության խնդրին։ Հստակ իր ելույթում նշեց։ Կոալիցիոն հուշագրում եւս ընտրությունների վստահության, հանրային վստահության խնդիրը դրված է։ Այս երկու կարևոր փաստաթղթերում հանրապետության նախագահի ելույթում, որը ես շատ եմ կարևորում այդ ելույթը, դա ծրագրային ելույթ էր եւ ապագայի միտված, եւ նաեւ կոալիցիոն հուշագրում համաձայնագրում եւս այդ խնդիրը դրված է։ Այսինքն երկու քաղաքական ուժեր իրենց համար կարևորագույն խնդիր են համարում համագործակցություն նաեւ այդ ոլորտում։ Շատ լավ է։ Սա նշանակում է, շատ լավ է, իհարկե, սա նշանակում է իմ կարծիքն է, ես ասում եմ իմ տեսակետը, որ կարծում եմ դա բավարար չի։ Հանրության մոտ ամբողջական վստահություն առաջացնելու ճանապարհը նաև իմ կարծիքով, որպեսզի քվեարկության process-ը, բուն քվեարկության process-ը եւ այդ սարքի վրա ես տեսել եմ, թե ինչպես է դա կատարվում։ Ես որ ասում էի շատ լավ է, պիտի շարունակեի դա, եթե խնդիրը նաև վստահության հասն է, ինչու մեկ փուլը դարձնել էլեկտրոնային եւ քվեարկությունն ու հաշվարկը չէլեկտրոնային։ Ես համաձայն եմ, եթե մեր արժեվ դնում ենք այդ խնդիրը վստահության, ապա մենք պետք է վստահության բոլոր պարամետրերը քննարկելի դարձնենք։ Այսինքն քվեարկության փուլը եւ ձայների հաշվարկման փուլը։ Այստեղ խնդիրը ինչու՞մ է։ Առաջինը ենթադրենք իշխանությունը ասում է այո, ես այդ ամեն ինչ անում եմ էլեկտրոնային, ID card, միասնական փաստաթուղթ եւ գրանցում, քվեարկում, ձայները հաշվում։ Այդ սարքերը ունեն մեծ թանկարժեք են, ունեն իրենց գինարժեքը։ ID card-երը, եթե մենք ուզենանք այսօր սկսել եւ դա պետք է այդպես անել, մինչեւ հաջորդ 17 թվականի ընտրություններ մենք ամբողջությամբ կարող ենք հասնել, բայց այսօր պետք է սկսենք։ Իսկ դա հսկայական գումար է, որտեղ մինչև այժմ քաղաքացին ինքն է վճարում ID քարտի համար։ Բայց եթե մենք ուզում ենք որ 17 թվականին բոլորը ունենան ID քարտ, ապա մենք պետք է իրականացնենք ծրագիր։ Մեր բյուջեն չի կարող այդ բոլոր խնդիրները լուծել։ Այս հարցով իհարկե միջազգային կազմակերպությունները, այն երկրները, որոնք շահախնդիր են, հետաքրքրություն են իրենց ներկայացնում ընտրական process-ներ, ժողովրդական խնդիրները եւ իրենք ուշադիր են, զեկույցներ են ներկայացնում, դիտորդական առաքելություն ներկայացնում, այստեղ է որ իրենք պետք է գործուն մասնակցություն ունենան։ Եթե ուզում են մեր երկրում փոխել ընտրական process-ների նկատմամբ այն մոտեցումը ինչ կա, եւ իրենց միշտ քննադատում են որոշակի վերապահումներ կա իրենց զեկույցներում, չէ՞։ Ավելի լավ չէ մեկ անգամ ամեն ինչը դնել եւ լուծել սարքերի օգնությամբ, այսինքն մարդկային գործոնը հասնել 0-ի։ Մինչև այժմ մենք ասում ենք, այ վստահված անձին նստացնենք այստեղ, այ հանձնաժողովի նախագահային տանք այս իրավունքը, այ դիտորդին տանք այս իրավունքը, այ լրագրողներին տանք այս իրավունքը, այդ տվել ենք, դա նշանակում է չպետք է որ քննադատեք, բայց ստացվում որ քննադատություն կա, ստացվում է որ դա բավարար չի։ Դա նշանակում որ ամեն դեպքում մարդկային գործոնը, սուբյեկտիվ մոտեցումը ամեն դեպքում ընտրական process-ներում կա եւ միշտ խաթարում է այն վստահությունը, ինչը անհրաժեշտ է։ Ուրեմն վստահության համար անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք այդ միջոցները հայտարարել եւ ոչ թե մեկ փուլ, այլ բոլոր փուլերը էլեկտրոնային դառնալ։ Սա մեկ, եւ երկրորդը, որ ասում եք, տվել ենք այդ իրավասությունները դիտորդներին, լրագրողներին, գիտեմ, որ այս նախագծով որոշակի սահմանափակումներ կան նաեւ, որոնց կանդրադառնանք։ Զոր օրինակ, ընտրական տեղամասում միաժամանակ 8 ԶԼՄ ներկայացուցիչ եւ դիտորդների արկայությունը եւ վերջ, այսինքն 8-ից ավել չի կարելի։ Սա խտրականություն է առաջացնելու, լրագրողները, դիտորդները բողոքելու են, իսկ ինչու ով ասեց, որ այս մեկը պիտի ներսում լինի, ես դրսում, ինչ անենք, որ 8 է եւ հազարում այսպեսի խնդիրներ կա։ Դա զուտ տեխնիկական խնդիր է։ Տեխնիկական խնդիր է, որովհետեւ տեսեք ինչ է կատարվում։ Ըստ էության քանի որ մենք ասում ենք համամասնական եւ իր մեջ սպառնագում է ռեյտինգային էլեմենտներ, պատկերացրեք յուրաքանչյուր կուսակցություն, ենթադրենք 10 կուսակցություն առաջադրվել է։ Հնարավոր է, չէ՞, 10 կուսակցություն առաջադրվի։ Եվ յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի մինչեւ 15-20 թեկնածու առաջադրել ռեյտինգային։ 20 թեկնածու ամեն մեկը առաջադրել 10 կուսակցություն 200։ 200-ը եթե բերում են իրենց վստահված անձը, ինչ է լինում։ Հիմա եթե սահմանափակում եք ճանապարհը չի փոխվում։ Նշանակում է տեղամասում պետք է լինեն 200։ Եթե լրագրողներ, եթե դիտորդներ, ստացվում է տեղամասում եղավ 200, 220, 230։ Այդ իսկ պատճառով, տեսեք ինչ եմ ասում, թեկուզ հենց այդ խնդիրը լուծելու նպատակով նաև էլեկտրոնային քվեարկությունը ձայնի հաշվարկման մեխանիզմը էլեկտրոնային դառնում է խիստ արձագանք եւ անհրաժեշտ։
Բայց որը չունենք, որը չունենք, որը ներողություն քննարկման փուլում է, շատ բան կախված է, ես անկեղծորեն եմ ասում, շատ բան կախված է ընդդիմության միասնական տեսակետից, շատ բան կախված է քաղաքացիական հասարակությունից, ովքեր ընդդիմությունների նկատմամբ միշտ շահագրգիռ մոտեցում են ցուցաբերում, շատ բան կախված է միջազգային այն կազմակերպություններից, որոնք եւս ընդդիմությունների նկատմամբ դիտորդական առաքելություն են իրականացնում եւ այլ եւ այլ։ Այսինքն ես այսպես հասկացա, հարցը դեռ փակված չէ, թեև օրենսգրքում նախագծում միայն մեկ փուլի մասին է խոսվում որպես էլեկտրոնային տարբերակ, բայց հարցը փակված չէ եւ միջոցներ եւ կամք ունենալու դեպքում կարող ենք Իմ կարծիքով հարցը փակված չէ, իմ կարծիքով հարցը փակված չէ եւ հարցը գտնվում է ոչ թե իշխանական դաշտում, նույնիսկ տեսեք ինչ եմ ասում, այլ հարցը ավելի շուտ հարցի լուծումը գտնվում է ընդդիմության դաշտում, գտնվում է քաղաքացիական հասարակության դաշտում, ովքեր միշտ դիտորդական առաքելություն իրականացնում եւ միջազգային կազմակերպությունները։ Ասել ներողություն միտքս ավարտեմ, տեսեք, շատ հագարագործներ կարող են լինել սրան։ Ես անկեղծ եմ ասում։ Դա կարող է լինել իշխանության ներսից, հա, եւ կարող է լինել ընդդիմության մեջից, որովհետեւ արդեն այն պահանջը մարդկանց նկատմամբ, ընդրական process-ի մասնակիցների նկատմամբ փոխվում է։ Համաձայն եք։ Եվ իշխանության մեջ, եւ ընդդիմության մեջ։ Եվ վերջի սա լուծում է նաեւ միանշանակ մի խնդիր։ Նույնիսկ ընդդիմության մեջ երևի դեք մտածեք, ինչի է ընդդիմությունը դեմ սրան։ Ես կասեմ հետեւյալը. սրանով փակվի նաեւ այն ընդդիմադիրների հնարավոր հետընտրական ճառերը, որ այ մենք ունեինք 50%, 100%, 1000% ձայներ, մեր ձայները խլել են։ Դուք պատկերացնում եք նրանց մոդից այդ խլվում է նրանց այդ հետընտրական գործընթացները սկսելու հնարավորությունը, հասկանում եք, բացի որ նրանք էլ կարող են դեմ լինել։ Շատ լավ, իսկ ինչ վերաբերում է այդ սահմանափակումներին ԶԼՄ եւ դիտորդների ներկայությանը։ Հիմա որ ասում եք, այսքան կուսակցություն գրանցվի, այսքան հիմա այդ ճանապարհը չի փակվում։ Հիմա եթե ԶԼՄ-ները եւ դիտորդները տեսնում են, որ իրենց ներկայությունը ընտրատարածքում սահմանափակվում է, մտածում են այլ ճանապարհներ ընտրատարածքում լինելու համար։ Կուսակցություն կգրանցեն, այլ կուսակցությունների ցանկերում կգրավեն եւ իրավունք ունենան եւ նորից ձեր տեսակետը դες համաձայն եմ։ Այդ մտահոգությունը կա։ Այդ հարցը նաեւ իհարկե քննարկման ենթակա է եւ քննարկվել է։ Այդ մտահոգությունը կա։ Այդ իսկ պատճառով նաեւ այդ հարցը լուծելու համար պետք է իմ կարծիքն է ցանկալի անցնել էլեկտրոնային քվեարկության ձայների հաշվարկման։ Դա սկզբունքային խնդիր է, հասկանում եք։ Ասեմ հետեւյալը. իհարկե, ասում են մեր հանրությունը պատրաստ չի։ Պատրաստ չի դրան էլեկտրոնային քվեարկության։ Ինչ կա պատրաստ չի։ Այնպիսի երկրում է այդ փորձը հիմա կիրառվում, այնպիսի երկրեր են անցել էլեկտրոնային քվեարկության, որ մեր հասարակությունը մի 20 անգամ ավելի կիրթ է, ավելի գրագետ է։ Այնպիսի երկրներում, որտեղ էլեկտրականություն նույնիսկ չկա, այս սարքերը օգտագործվել է։ Այնքան պրիմիտիվ այդ սարքերը օգտագործում է, այնքան հուշող են այդ սարքերը, որ ցանկացած մեկը առանց իմանալու նույնիսկ դա կարող է օգտվել այդ սարքից։ Ուզում եմ ասել այդ խնդիրը հանել, ովքեր մտածում են եւ ասում են, որ մեր հասարակությունը չի կարող օգտվել այդ սարքից, դա այդպես չէ։ Միանշանակ եմ ասում։ Դե ուրեմն հիմա թեև ամրագրված է միայն գրանցման փուլը, որպես էլեկտրոնային, հույս ունենանք, որ այս քննարկումների ընթացքում որոշում կայացվի գոնե գրանցման փուլը անցնել էլեկտրոնային, դա մեծ քայլ է, մեծ առաջադիմություն է, սկզբունքային խնդիր է լուծում, բայց նորից բան չունեմ ասելու, բայց հանրային վստահության առումով հանրային վստահության համար մեր տեսակետը լրիվ համահունչ է։ Ընկալում ինչ է վստահության մասով, ասում է, լավ, գրանցումը այդ բազմակի քվեարկության դեմ ինչ որ առնում են, բայց որ ասում են քվեարկությունը եւ հաշվարկը առավել եւս մնա հին տարբերակով։ Մենք գիտենք ինչպես է հաշվում եւ այն։ Ես համաձայն եմ այդ պատճառով նույն ձեր տերմիններն եմ ես օգտագործում, ասում եմ հանրային վստահությունը նպատակով, ապա պետք է անել սա։ Մտահոգություն կա, որ հասարակությունը կարող է չհավատալ էլեկտրոնային սարքերին։ Ասում են ինչա, մինչեւ հիմա ասենք չարչարում են հազարավոր մարդիկ, հա, ինչ որ խնդիր լուծելու համար։ Հիմա մեկ մարդ կնստի եւ դա կարգավորի։ Այդ խնդիրը կա, բայց դրա լուծման բանաձևը բանալիները կան։ Եթե որևէ մեկը ուշադիր ուսումնասիրի էլեկտրոնային սարքեր նրանց գործողությունները, այդ խնդիրը ամբողջությամբ բացառված է։ Ուրիշ երկրների փորձը կա, ինչի ամբողջությամբ բացառված է։ Ամբողջությամբ այդ ամեն ինչը բացառված է որևէ անձի, որևիցե տեխնազույի, շահագրգիռ կողմի մուտքը այդ համակարգ դա բացառված է։ Բացառված կոնկրետ այդ տեխնոլոգիան, որ մեր ներկայացնում են, դա ունի իր կոդերը։ Կոդերին մասնակցում են, կոդերի ձևավորում մասնակցում են բոլոր տեխնազոները։ Առանց որևիցե մեկի մասնակցությունը հնարավոր չէ գործարկել այդ սարքերը։ Դրան կարող են մասնակից լինել կոնկրետ
այն կազմակերպությունը օրինակ եմ ես ասում, որը այդ սարքերը կարող են նվիրաբերել, հասկանում եք, միջազգային կազմակերպությունը։ Եվ բոլոր խնդիրները, ես օրինակներ եմ ասում, եւ բոլոր խնդիրները կարող են լուծվել։ Լավ։ Հաջորդը ընտրաստարածների հետ կապված փոփոխություններ են նախատեսվում, հա, հիմա գործող 41-ի փոխարեն դառնում է 13 ընտրատարածք։ Խնդիրը հետեւյալում է, որ ոչ միայն ընտրատարածքների թիվն է փոխվում, ոչ միայն ընտրողների ընտրատարածքում ներկայացված ընտրողների թիվն է փոխվում, այլև սկզբունքն է փոխվում, որտեղ միջև այժմ ընտրատարածքը դա մեծամասնական ընտրատարածք է, այսինքն հետեւյալն է, որ այդ ընտրատարածքից որևիցե մեկը անպայման պետք է ընտրվի, այո, ընտրատարածքը ենթադրում է որևիցե падգամավոր, անպայման պետք է ընտրվի, այնտեղ падգամավորը ունենում է իր հիմնադրամը, իր ծրագիրը եւ այլ, այս պարագայում, քանի որ համամասնական է, ապա հնարավոր է ընտրատարածքից, նույնիսկ մեծ ընտրատարածքից կարող է ոչ մի падգամավոր չընտրվի։ Օրինակ, մենք երկուսով Շիրակի մարզի ծնունդներ ենք, այո։ Պատկերացրեք, ընտրողները 17 թվական Շիրակի մարզում ցածր ակտիվություն ցուցաբերել։ Այո, դա կարող է բերել նրան, որ Շիրակի մարզից ոչ մի падգամավոր չի ընտրվում։ Մեկ այլ մարզում բարձր ակտիվություն են ցուցաբերում, հա, մասնակցում է ընտրողների 70%-ը, չգիտեմ քանի տոկոսը, ինչքան հնարավոր է բարձր, եւ նրանք կարող են ունենալ նախատեսվածից միջին մինչև այժմ եթե ունեն, դրանց ավելի բարձր падգամավոր է։ Ավելի շատ падգամավոր։ Համամասնականի էությունը դրանում է, որ որևիցե ընտրատարածք չի երաշխավորում անպայման падգամավոր։ Համամասնական է։ Դու այստեղ կարևոր է բացատրել նաև այդ ցուցակների արկայությունը, տարածքային ցուցակներ եւ համապետական ցուցակներ։ Օրինակ, շատերը քննադատում են, որ ինչու ցուցակներ ավելի լավ չի միայն կուսակցության անունը լինի եւ բավարար է։ Ինչու ինչ որ անձերով հանդես գա։ Էլի ուզում եք որ գործարար համբավ ունեցողները կամ չգիտեմ որևէ հեղինակությունը լինեն եւ ձայներ տանեն իրենց կուսակցության համար։ Ես ասում եմ այո, որևիցե կուսակցություն, ցանկացած կուսակցություն պետք է որևիցե տարածքում հանդես գա, այդ տարածքում իր անձերով, դեմքերով հանդես գա, որովհետեւ մեր պարլամենտը միապալատանի պարլամենտ է։ Եվ եթե մենք հրաժարվում ենք մեծամասնականից, ապա ռեգիոնալ շահերը ներկայացնելու համար ռեգիոնները պետք է ունենան, թե իրենք կոնկրետ այդ կուսակցության են ձայն տալիս, բայց ում դեմքով են այդ կուսակցությանը ում դեմքով են ձայն տալիս, եւ ում են ուզում այդ կուսակցությունից իրենց մարզից, ռեգիոնից գնա պարլամենտ։ Այդ դա շատ կարևոր է, որովհետեւ մարզեր, ռեգիոնները պետք է իրենց ներկայացուցիչներ ունենան, այլապես մենք կարող ենք ունենալ զուտ մայրաքաղաքային պարլամենտ, համամասնական է, ցուցակ են կազմել, ցուցակը չի երևում, միայն առաջի 2-3 դեմքն են երևում, կուսակցության անունը եւ լոգոն, եւ հանրությունը ենթադրենք ընտրում է զուտ այդ դեպքով։ Մենք կարող ենք ունենալ զուտ մայրաքաղաքային պարլամենտ։ Հիմա ցուցակները տարբեր են, այդ համապետականը։ Այո։ Տեսեք, համապետականը հետեւյալ է։ Եթե որևիցե մեկը էլեկտրոնային քվեարկությանը ասեմ, կամ սովորական քվեարկություն, ինչը նախատեսված է նախագծով վերցնում ես բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները, դրանք տարբեր գույներ են։ Եվ այդ ուզում եք գիտեք, որ ում որ դու պետք է ընտրեք, այս կուսակցության անդամ է։ Մնացածը գցում եք այնտեղ աղբարկեղ, այսպես ասած, վերցնում եք այն կուսակցության քվեաթերթիկը տարբեր գույների, այո, որի վրա ձեր տեխնացուն է։ Այնտեղ դուք այդ տեխնացուի համար նշում եք կատարում հանրապետականից ենթադրենք կամ չգիտեմ օրինաց երկրից կամ որևէ այլ կուսակցությունից 15-20 հոգի ներկայացուցիչներ կա։ Դրանց միջից ընտրում եք ում դուք ուզում եք ձայն տալ, նրա անվան դիմաց դուք նշան եք դնում։ Տարբեր գույներին, որովհետեւ ձայների հաշվառման ժամանակ դա վերահսկողության մեթոդ է։ Դուք դա խոսում եք տարածքային ցուցակների մասին։ Դա ես խոսում եմ տարածքային, որը իր հետ ներառում է նաև համամասնական բուն ընդհանուր ցուցակը։ Դուք տեսեք քվեաթերթիկի գույնը, որ դուք ընտրեցիք, ամեն մի կուսակցություն ունի քվեաթերթիկի գույնը։ Եթե դուք ընտրում եք այս գույնի քվեաթերթիկ, այդ գույնի քվեաթերթիկ ընտրեցիք, մեխանիկան արդեն ձայնը կուսակցությանը դուք տալիս եք։ Դրանից հետո նրա մեջ գրված է անձերի։ Դուք այդ անձերին կարող եք նշել, թե այդ անձերից ում եք ուզում, այդ կուսակցության անձերից ում եք ուզում։ Եթե նույնիսկ դուք այնտեղ անվավեր եք անում այդ քվեաթերթիկը, բոլորին դեմ կամ ոչ երկու հոգու եք նշում, միևնույն է ձայնը գնում է կուսակցության, բայց քվեաթերթիկը այդ ռեյտինգային համամասնական կարող է անվավեր լինել, բայց կուսակցական ձայնը այդ քվեաթերթիկը դուք ընտրել եք, արդեն գնում է։ Այդ դեպքում քվեարկության ժամանակ ինչ հարաբերակցությամբ է բաժանվում տոկոսները, այսինքն ինչքանն է, որ անցնում են համամասնական, համապետական, այսպես պայմանական ասեմ, հա, այսինքն
Բերաձայների, տոկոսներով 50%-ը գնում է ընդհանուր ցուցակին, այո 50%-ը դա այն համամասնական ռեյտինգային մասնակիցներին։ Ես ասում եմ, որ երկու ցուցակ կա, մեկը համապետական, որտեղից 50%-ը անցնում են այն մարդիկ, որոնց ոչ թե անձին են քվեարկել, այլ կուսակցությանը, եւ 50% անցնում են այն մարդիկ, ովքեր քվեարկվել են այդ կուսակցության, այդ կուսակցության եւ այդ անձին են քվեարկել։ Ինչու 13։ Իսկ տեսեք, միտքս շարունակի, մենք կանդրադառնանք դրան։ Էլեկտրոնիկ քվեարկության դեպքում այն սարքը, որը ներկայացվել է մեզ, մոտենում է ընտրողը, մեծ էկրան է եւ ենթադրենք 10 կուսակցություններ են, նրանց դրոշն է, առաջնորդների նկարն է եւ այլ այսպես ցուցանիշներ, որը բնութագրում այդ կուսակցությունը։ Ինքը ընդամենը մատը դնում է այդ կուսակցության վրա։ Վերջացավ։ Ձայնը գնում է այդ կուսակցության, որից հետո բացվում է այդ կուսակցության այն ցուցակը, ռեյտինգային համամասնական ցուցակը, որի վրա այնտեղ տեխնազոներ կան։ Մատը դնում ես որևիցե տեխնազոյի վրա ում ուզում եք, այնտեղ եւս նկարներ կան եւ անուն ազգանուններ կան։ Մատը դնում եք եւ վերջ քվեարկությունը իրականացա։ Հետո սարքը հարցնում է. դու քվեարկել եք այսինչ կուսակցության եւ այսինչ տեխնազոյի օկտին։ Համոզված եք, գրանցեմ ես, երբ ասում ես այո, նոր սարքը գրանցում է։ Դա ըստեյության համապատասխան է, որ քո քվեաթերթիկը գցվում է սարքի մեջ։ Վերջ, դու գցեցիր արգի մեջ, վերջ, հաստատեցիր եւ վերջ։ Ամենակարևորը քվեարկության արդյունքների ամփոփումը կարող է տևել մաքսիմում 1 ժամ։ 1 ժամ հետո։ 1 ժամ։ Ես ասում եմ մաքսիմում։ Որտեւ այնտեղ ներքին այսպես խնդիրներ կա, էլեկտրոն քվեարկության ժամանակ կոնկրետ այդ մեխանիզմը հետեւյալ էր։ Մոդեցար, գրանցվեցիր։ Սարքը թույլ տվեց, ցույց տվեց, որ այո, դու քվեարկելու իրավունք ունեք։ Սարքը քեզ տալիս է մի կտրոն։ Այդ կտրոնով դու մոտենում ես հանձնաժողովի անդամին, տալիս ես իրեն։ Հանձնաժողովի անդամը, որ այդ պահին նստած է այնտեղ, ակտիվացնում է քվեարկող սարքը, որ արդեն գաղտնի է։ Առանց ակտիվացման, առանց այդ կտրոնի, այն սարքը չի ակտիվանա։ Տալիս ես եւ էլեկտրոնիկան հստակ ասում է, որ հանձնաժողովի այս անդամը այսքան կտրոն է վերցրել եւ այսքան թույլ է տվել։ Վերջում հանձնաժողովի անդամը պետք է հանձնի այդքան հաշվի հանձնի այդքան կտրոն եւ էլեկտրոնիկան ցույց է տալիս ինքը քանի անգամ է թույլ տվել քվեարկության, քանի անգամ է ակտիվացել, դրանք պետք է համապատասխանեն։ Այսինքն էլեկտրոնիկան վերահսկվում է նաեւ հանձնաժողովի հասկանալի։ Այնինչ դուք նկարագրում եք, միայն նկարագրությունն արդեն որոշակիորեն հավատ ու հույս է շնչում։ Այսինքն եւ դուք, եւ ընդդիմությունը, եւ քաղաքացիական հասարակությունը այս ընթացքը պիտի օգտագործեք, որպեսզի այդ բոլոր փուլերը։ Ես շնորհակալ եմ ձեր դիտարկման համար, ես շնորհակալ եմ ձեր ամփոփիչ նկատի ունեմ, որ ընդհանրացրեցի այս հատվածի համար այդ մտքի համար, այո, երբ ընդդիմադիր իմ գործընկերներ նստում եւ այսպես խոսում են, բանավիճում ենք, ինչ են ասում։ Նույն այնինչ ասել են 2, 3, 4, 5 տարի առաջ։ Ցուցակները դասնել հրապարակը, մատերը թանակոտել, թույլ տալ նկարեն կամ դուք նկարահանեք եւ այլ, ասում եմ եղբայր, մարդկությունը անցել է ավելի կատարյալ մեխանիզմների, շատ երկրներ, որոնց համար ընդրական process-ը միշտ եղել է խնդրահարույց, անցել են եւ արդեն այս սարքերով, չգիտեմ, 2 միլիարդ քվեարկություն է տեղ ունեցել, տարբեր երկրում տարբեր մի քանի անգամ եւ այլ։ Եվ դրանից հետո որևիցե հստակ բողոքարք սարքերի նկատմամբ չի եղել, որ այս սարքերը այսպես այնպես ստուգել են, հաշվարկել են եւ այլ, բողոքարք սարքերի աշխատանքի նկատմամբ չի եղել։ Բոլոր երկրներում ինչ ճանապարհով են անցել։ Մտահոգություն կա, կասկած կա։ Կասկածամիտ հա ես կարծում եմ մեր մոտ էլ կլինի կասկած։ Այդ իսկ պատճառով շատ ճիշտ կլինի, որ մեր մոտ տեղական ինքնակառավարման որևէ ընտրություն նկատի ունեմ քաղաք, մեծ քաղաք, օրինակ Վանաձորը կամ Գյումրին, կամ տեղական ինքնակառավարման խոշոր համայնքներում դա պիլոտային ծրագիր իրականացվի։ Պիլոտային ծրագիր իրականացվի, որից հետո տեսնենք հասարակությունը եթե վստահեց, եթե ընդդիմությունը վստահեց, եթե միջազգային կազմավորները վստահեցին ասին այո, ապա կարելի է իմ կարծիքով կարելի է գնալ այդ ճանապարհով։ Եթե բոլորը ասին մենք չենք հավատում, դե Աստված մեզ հետ, ինչպես ասում են։ Լավ, հասկանալի է։ Իսկ բոլոր երկրներում որտեղ պիլոտային ծրագիր են իրականացնել, դրանից հետո գոհացուցիչը բոլորը պատվիրել են այդ սարքերը, որպեսզի ունենան։ Իմչալոց հետաքրիր հնարավորություն կա նաև այդ սարքերի օգտագործման, կարելի է նաև առնդայով վերցնել։ Ինչ որ մի քանակություն ունենաս, քո տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բարբերաբար տեղ են ունենում,
իրականացնես համապետական պարլամենտական ընտրություններ, մեկ համապետական ընտրություն է, պարլամենտական կարելի է վերցնել դա վարձով, օգտագործել, մեկ շաբաթ հետո վերադարձնել այդ սարքերը։ Հրաշալի կլիներ։ Այո։ Քիչ ժամանակ է մնացել, չխոսեցինք այն մասին, թե ինչպես են, ինչ սկզբունքով են բաժանվել այդ ընտրատարածքները։ Ընտրատարածքների բաժանումը հետևյալն է։ Նա սկզբունքը, որ ինչքան հնարավոր է դրանք մեծ լինեն, ինչ նպատակով, որպեսզի միջև քննադատում են որոշակի անձերի վերահսկողություն, փոքր տարածքների վրա, սա մեծացվել է։ Եթե որևէ մեկը կարող է օրինակի համար Շիրակի մարզում, հա, նորից մեր հարազատ Շիրակը օրինակ բերեմ, եթե որևէ մեկը այդ մարզի մագարտակով այնքան հարգանք ունի, որ ամբողջ մարզի ազգաբնակչությունը կարող է գնալ եւ նրան ձայն տալ, շատ ավելի ուրեմն նշանակում է դա ինքը բացարձակ հեղինակություն է։ Այդ իսկ պատճառով բավականին մեծացվել եւ ընտրվել է եւ երկրորդ սկզբունքը դա պետք է ընտրատարածքներ ունենան մոտավորապես որոշակի շեղումներով նույն այսպես ազգաբնակչություն ընտրողների քանակով նրանք պետք է մոտ լինեն։ Այդ իսկ պատճառով մարզային կտրվածքով է ընտրվել եւ իհարկե այնտեղ Սունիկը եւ Վայոց ձորը միասին մեկ ընտրատարածք է։ Երևանը բաժանված է 4 ընտրատարածքների, այո, մոտավորապես նույն վարչական շրջանները, որոնք սահմանակից են մոտ են, այսպես եւ սկզբունքը դնելով կարևոր սկզբունքով նրանք մոտ լինեն իրար, որևէ հաղորդակցություն լինի նրանց միջև, կտրված չլինեն մեկը մյուսուն անկլավային չլինեն եւ մոտավոր ձայներ ունենան, մոտավոր ընտրություններ, հավասար ընտրողներ ունենան։ Այդ սկզբունքն է դրվել, այդ իսկ պատճառով ունենք այդքան ընտրատարածքներ։ Շատ լավ, մնում է որ նաև այդ հավաստիացումները քաղաքական կամքի մասին, այն մասին, որ այս անգամ կոնե պիտի կարևորվի ընտրությունների որակը, ընթացքը եւ ոչ թե արդյունքները, դա իրականություն դառնա եւ կարողանանք բարձրացնել։ Մի նախադասություն ընդամենը ավելացնեմ։ Ես կուզենայի, որ մեր ընդդիմադիր գործընկերներ քաղաքական դաշտ ընդդիմադիր կարողանար միասնական տեսակետ ձևավորել։ Շատ կարևոր է հիմա։ Սա եզակի հնարավորություն է, որ իշխանությունը հանրապետության նախագահը հստակ իր տեսակետը արտահայտել իր ելույթում, կողմնակից է դրան, կոալիցիոն հուշագրի մեջ դա հստակ ամրագրված է եւ կուզենայինք, որ ընդդիմադիր դաշտը, քաղաքացիական հասարակությունը, միջազգային կազմակերպությունները հանդես գային միասնական տեսակետ, որովհետեւ իշխանությունը կարողանար հասկանալ, ինչ եք դուք ուզում, ես ինչ անեմ, որ վստահելի լինի ձեր համար։ Շատ լավ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Մենք հիմնականում կենտրոնացանք այսօր էլեկտրոնային գրանցման խնդիրների վրա, եւս մի քանի խնդիրներ, թեև հարցերը իսկապես շատ են եւ կայուն մեծամասնության ձևավորում, падգամավորների քանակ, տոկոսներ եւ այլն։ Կարծում եմ առաջիկա օրերին դեռ էլի պիտի անդրադառնանք այս թեմային։ Այսօր շնորհակալություն այսնել զրույցի համար։ Այսքանը սա երկրի հարցը ծրագիրն էր։ Ես այսօր զրուցում էի ազգային ժողովում հանրապետական խմբակցության падգամավոր, հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանի հետ։ Լավ մնացեք։